Պաշտոնական Երևանն արձագանքել է Մերձավոր Արևելքում իրավիճակի հանդարտեցման ուղղված քայլերին, շեշտելով տարածաշրջանային կայունության նշանակությունը։ Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է միջազգային հանրության կողմից իրականացված հաշտեցման առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ստեղծված իրադրությունում խնդիրների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կայացված կարևոր որոշումը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական, այդ թվում Պակիստանի ջանքերը, եւ խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Իսրայելը հայտարարել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնությանն աջակցելու մասին, շեշտելով նաեւ Իրանից բխող միջուկային ու ահաբեկչական սպառնալիքների չեզոքացման կարեւորությունը։ Այնուհանդերձ Բենյամին Նեթանյահուի գրասենյակն ընդգծել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա եւ Թել Ավիվը չի դադարեցնելու հարվածներն այդ ուղղությամբ։ Այս դիրքորոշումը հակասում է Պակիստանի վարչապետի ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև պայմանավորվածությունը ներառում է նաեւ Լիբանանը։ Չնայած հրադադարի համաձայնությանը ամերիկյան ուժերը հրթիռակոծել են իրանական Սիրի եւ Լավան կղզիները, որտեղ հրդեհվել է նավթավերամշակման գործարանը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել հարևան արաբական երկրներում ամերիկյան բազաներին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր ազգային ժողովում անդրադարձել է նաև Ռուսաստան արտահանման հնարավոր խոչընդոտների մասին լուրերին, ընդգծելով, որ վերին Լարսում պահանջների պարբերական խստացումները նոր երևույթ չեն եւ կրում են բնականon բնույթ։ Նա տնտեսվարողներին հորդորել է խստորեն հետևել սահմանված կանոններին, ինչը թույլ կտա պետությանը ցանկացած իրավիճակում պաշտպանել նրանց շահերը եւ բանակցել ռուս գործընկերների հետ։ Հակոբյանը շեշտել է, որ թեև նախորդ տարի որոշակի բացասական ազդեցություն եղել է արտահանման ծավալների վրա, սակայն տնտեսության ընդհանուր դինամիկան չի տուժել, քանի որ քննարկումների արդյունքում օպերատիվ լուծումներ են գտնվել։ Հիմա Ռուսաստանի վերահսկող մարմինները, եթե որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք որոշում են, որ ինչ որ ժամանակ պետք է խստացումներ անեն, եւ դրա համար ես հորդորեցի մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին լինել ուղղակի հետևող կանոններին, որտեվ այդ հետևելը կանոններին հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում պետությանը կանգնել իրենց մեջքին, որովհետեւ երբ որ լինում է իրավիճակ, որ հենց բիզնեսմենն է մեղավոր լինում այդ կանոններին չհետևելու առումով, շատ դժվար է լինում մեր մակարդակում օրինակ բանակցել մեր գործընկերների հետ եւ փորձել այդ հարցերին լուծումներ տալ։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի, թե ինչ չափի խստացումներ կլինեն, հատկապես վերահսկողության տեսանկյունից, այսինքն դրա չափից կախված մենք կարող ենք արդեն գնահատել, հասկանալ ինչ էֆեկտ կլինի, բայց անցած տարվա բանը այդ խնդիրները, որոնք իրենց ծավալով երևի թե բավական մեծ էին, եթե համեմատենք, ասենք, նախորդ տարիների հետ, դրանք իրենց բացասական էֆեկտ ունեցան որոշակի մեր արտահանման ծավալների վրա, հատկապես կոնյակի մասին է խոսք գնում, բայց դուք նկատեցիք, որ տնտեսությունը շատ չտուժեց, այսինքն տնտեսական դինամիկայի վրա իր ազդեցությունը ավելի սահմանափակ եղավ, ինչու, որովհետև ժամանակի ընթացքում եւ Վրաստանի եւ Ռուսաստանի կարողացանք լուծումներ գտնել։ Հիմա դա է ռեժիմը։ Հետևել կանոններին, ոչ օբյեկտիվ իրավիճակներում փորձել կանգնել տնտեսվարողների մեջքին եւ լուծումներ գտնել մեր ռուս գործընկերների հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ձերբակալել է 2011-ից 18 թվականներին Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։ Մինչև այդ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին մի խումբ անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հիշեցնեմ, Արման Սահակյանը խորհրդարանի նախկին նախագահ Կարկառոն հանրապետական Գալու Սահակյանի որդին է։ Ադրբեջանի հարավային շրջաններում այսօր զգալի ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կասպից ծովի ավազանում։ Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթողա Ալի Խամենեի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ։ Ըստ Հայաստանում Իրանի դեսպանության սա իրանահայ համայնքի հարգանքի ու երախտագիտության տուրքն է գերագույն առաջնորդին, որը սպանվել էր փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի առաջին օրը։